Այս կադրերը, որոնք ձեր էկրաններին են, ամենևին էլ դետեկտիվ ֆիլմից հատվածներ չեն, սրանք խորհրդային ժամանակաշրջանից մնացած այն խարխուլ վերելակներն էին, որոնք շարունակում էին վտանգել Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչների կյանքը։ Տարիներ շարունակ մարդիկ օգտվում էին հենց այս անորոշ ճակատագիր կանխագուշակող փայտե ու հնամաշ երկփեղկանի վերելակներից, սակայն պատկերն էականորեն փոխվեց, երբ Երևանի քաղաքապետարանի կողմից նոր թափով մեկնարկեց դրանց փոխարինումը ավելի նոր, հարմարավետ ու անվտանգ վերելակներով։ Գործընթացը շարունակվում է նաև 2026 թվականին։ 2019 թվականից մինչև 2025 թվականը փոխարինվել է 2560 վերելակ, ներկայումս 26 թվականի դրությամբ դեռևս փոխարինման ենթակա կա 1822-ը, որից 500-ը նախատեսվում է փոխարինել այս տարի։ Մրցույթները կայացել են, առաջիկա ամիսներին կմեկնարկի նաև փոխարինման աշխատանքները։ Չնայած այն հանգամանքին, որ վերելակները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն եւ դրանց շահագործումը, փոխարինումը, պահպանումը պետք է իրականացվի բազմաբնակարան շենքերի սեփականատերերի միջոցների հաշվին, հաշվի առնելով սոցիալական բաղադրիչը, այն հանգամանքը, որ դա իրանից ենթադրում էր մեծ ծախս, Երևանի քաղաքապետարանը իր վրա վերցրեց այդ բեռը, ապահովելու համար բնակիչների անվտանգությունը եւ հարմարավետությունը։ Նոր վերելակները ոչ միայն համապատասխանում են անվտանգության բոլոր չափանիշներին, այլև գոհացնում են բնակիչներին, ովքեր օրը մի քանի անգամ վեր ու վար են անում, բայց արդեն հուսալի եւ ապահով։ Վերելակները հնամաշ է եղել, արդեն ասում էր, որ վտանգավոր է դրանով երկար չեն կարող օգտագործենք, դա նորմալ վերելակ է, գեղեցիկ, տարբերությունը մեծ է, չեն կարող համատենք։ Վերելակները շատ լավ է, նորմալ աշխատում է, շատ գոհ եմ։ Ավելի հարմար է, ավելի լավ է, անաղմուկ, առանց վթարների աշխատում է։ 7-րդ հարկում եմ ապրում, միշտ աշխատում է լիֆտը։ Որպեսզի փոխարինված նոր վերելակները շարունակեն աշխատել այսպես անխափան եւ ծառայեն երկար, այս գործում կարեւոր է նաեւ հենց բնակիչների դերը։ Կոչ կանեի մեր քաղաքացիներին խնամքով վերաբերվեն վերելակներին, որովհետեւ դրանց նկատմամբ իրենց վերաբերմունքը նրան ավելի երկար ծառայելու հնարավորություն կտան, դա իրենց սեփականությունն է, իրենց գույքն է։